Չկա որևէ երաշխիք, որ ֆորս մաժորի դեպքում հայ-ադրբեջանական խաղաղությունը չի խաթարվի, բայց մի բան հստակ է, 44-օրյա պատերազմը եւ դրա արդյունքը նույնքան օրինաչափ էին, որքան այսօր Ուկրաինային առաջարկվող խաղաղության պլանը։ Բայց ի տարբերություն Ուկրաինայի, մեր պատերազմում մենք մենակ էինք։ Մեր ներքին թշնամիները սկզբում ժպտալով ասում էին, թե տեսեք ինչ կանի ձեր Եվրոպան, երբ Ռուսաստանը Կիևին դաս տա։ Հետո երբ ամբողջ ազատ աշխարհը կանգնեց Ուկրաինայի կողքին, հանկարծ սրանք սկսեցին դառնացած բղավել, բա ուր էին եվրոպացիներն ու ամերիկացիները, երբ մեզ էին խփում թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսորները։ Չեն ասում գլխավոր ճշմարտությունը։ Ուկրաինայի հակառակորդը մեկն է, Ռուսաստանը, Հայաստանի հակառակորդները 3-ն են՝ Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան։ Առաջին երկուսը մեր ֆիզիկական գոյության թշնամին են, երրորդը մեր պետականության։ Մենք կռվեցինք առաջին երկուսի դեմ, բայց երրորդին մինչև հիմա համառորեն կոչում ենք դաշնակից։ Եվ այստեղ է ամենացավոտ հարցը։ Եթե դու Ռուսաստանի դաշնակիցն ես, ով պիտի գա քեզ պաշտպանի Ռուսաստանից, ով պիտի գա քեզ ձեռք մեկնի, որպեսի փրկի քեզ հենց քո դաշնակցից։